Վաշինգտոնում օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից 3 ամիս անց Հայաստանի վարչապետը որպես հայ-ադրբեջանական երկար սպասված խաղաղության առաջին պտուղ ներկայացրեց նոր լոգիստիկ երթուղով Ղազախստանից Ռուսաստանով, Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստան տեղափոխվող 1000 տոննա ղազախական ցորենը։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում այս օրերին։ Այս օրերին քիչ առաջ նշված համաձայնությունների արդյունքում Ղազախստանից երկաթուղով հացահատիկ է գալիս Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան տարանցման բոլոր սահմանափակումները եւ ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այդ հայտարարություն։ Նոյեմբերի 6-ին 15 վագոն ցորենով բեռնված գնացքը ժամանեց, բայց իհեճուկս իշխանությունների պարզվեց, ցորենը ռուսական է։ Իրավիճակը անսպասելի եւ դինամիկ զարգացումներ են ունենում, ամեն օր բան է փոխվում, որտեղ ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, ընկալումն այն էր, բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին։ Միայն 2 օր անց նոյեմբերի 8-ին Հայաստան ժամանեց նաև ղազախական ցորենով բեռնված գնացքը։ Այս անգամ էլ պարզվեց, որ խաղաղության սիմվոլը ցորենը 4-րդ կարգի է, որն ըստ մասնագետների պիտանի է անասնակերի պատրաստման համար։ Դուք սկզբից ախր այդպես չեք ներկայացրել, հարցը դրանում է։ Նախարարությունը չի ասել։ Մեկը կարգա ներկայացել մինչև այ լուր որտեղ է գրած։ Իհարկե չի ներկայացված։ Ասել են ցորեն է գալի։ Բայց չեն ասել, որ անասնագեր է։ Իսկ ասել են, որ ուրիշ ցորեն։ Ասել են դիվերսիֆիկացիա է, այլընտրանք է։ Ասել են իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիա ենթակա չի։ Ցորենը ցորեն չի։ Կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տանի։ Մեկ էլ առավոտը բացվում է էկոնոմիկայի փոխնախարարը ասում է արդեն անասնակերի հետ գործ ունենք։ Թե ինչի ասում անասնակերը, ես էլ չգիտեմ։ Էլի չեն ասում, որովհետև ինչ։ Որովհետև եկել է որպես անասնակեր, թե որովհետև եկել է որպես 4-րդ, որը սննդի արդյունաբերության մեջ օգտագործման ենթակա էր, բայց փորձարկումներով պարզեցինք, որ դա ոչ թե սննդի արդյունաբերության մեջ ենք օգտագործելու, այլ օգտագործելու ենք որպես անասնակեր։ 4-րդ կարգի ցորենը կարող է բավարարել ինչ-որ պայմաններին բավարարելու պարագայում օրինակ դառնա գարեջրի համար հումք, դառնա սպիրտի համար հումք։ Հələ թողածեի, գիտեք ինչ կա։ Ցորենը եկել է։ Այս լաբորատոր փորձակնությունով արձանագրվել է, որ ինքը 4-րդ կարգին որակական ցուցանիշներով համապատասխանում է։ Այս մյուս լաբորատոր փորձակումով արձանագրվել է, որ ինքը անվտանգ է։ Դրանից հետո գնացել է արտադրություն։ Արտադրությունում այս ինչ մեր տեղական ենթադրենք առաջին կարգի ցորենով բարելավել ենք, ստացել ենք խառնուրդ, որը գնացել դարձել է ալուր, էս էլ ալուրի փորձարկումը։ Այս ալուրն էլ արդեն գնացել է դառել հաց։ Ինչ որ մեկը սա քննարկել, չէր քննարկել։ Այսինքն սննդի համար պիտանի է, թե սննդի համար պիտանի չէ, սա պարզ է դառնում բացառապես համապատասխան ցուցանիշների նկատմամբ հսկողությունով։ Թվացյալ այդ ցորեն, ուտել, բորբոսածը, բորբոսաչի, անասնակեր չի ընդանենք, որ անասունն է ուտում, որը չի ուտում, այդ դիսկուրսը անիմաստ դիսկուրսը, որ ես մի քանի օրի ընթացքում երկրում տարածում են, ցած անընդհատ շիկացնում են, այդ դիսկուրսը դեռ անիմաստ է։ Մենք գտնում ենք աշխարհաքաղաքական այնպիսի հանգույցում եւ հիմա փոխհրաձգություն է քաղաքական մակարդակով ընթանում, ընդ որում միջպետական բնույթի ցավոք հայկական կողմից ոչ ոք չի պատասխանում։ Հիմա մենք այս հարցը թողած մոտավորապես 300-400 հազար ադրբեջանցիների Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցը դրել ենք մի կողմ, Արցվաշենի անկլավների հարցը արդեն կարծես թե բորբոքում դրել ենք մի կողմ, Արմենստան Ադրբեջանի հետ կապված ինչ որ զառանցանքներ են, բառի բուն իմաստով, բայց որոնք պետական հովանավորության, այսպես ասած, ծիրի մեջ են գտնում Ադրբեջանում։ Այս բոլոր հարցերը թողել ենք, ինչ որ ցորեն է, որ սորտ է, ով է ուտում, ով չի ուտում։ Մերկուսն էլ ասում են ես կուտեմ, մեկ ասում է ես չեմ ուտի։ Վերջում էլ ասում է Ռուսաստանից եկած
երրորդ կարգի ծորենից պատրաստված ալուրով եմ ես ասեմ, մենք արդեն հաց ենք թխել կերել են։ Նա սկսեմ նրանից, որ երրորդը ինքը իրանով էլի հացի համար նախատեսված չի, երրորդն էլ պետքա բարելավել, եթե մեր նախարարը չգիտի, թող ես հաղորդումը նայի կամ գնա էլ եմ կրկնում, այդքան Facebook-ում գրառումներ, հարցազրույցներ, տեսախցիկների առաջ կանգնել խոսալու փոխարեն, ընդամենը 2 էջ տեղ կանոնակարգ, եթե կարդան էլ տես բաներ չեն ասի։ Եթե անգամ երրորդ կարգի դարձել է հաց, հիմա այս կասեք մի հատ, այդ երբ հասցրեցին բերեն։ Երբ բարելավեցին, որովհետև եթե բարելավում չանես, երրորդից էլ ալուր դուրս չի գալու։ Երբ հասցրեցին աղան, ի վերջո ինչ սորտի ալուր ստացան այդ երրորդ կարգինից եւ վերջում էլ որ արտադրողը հաստատեց, որ մենք էլ այդ բոլորս կերել ենք, բայց չգիտենք։ Շատերի մոտ այսօր մեր երկրում պանիկա է, որովհետեւ իրանք երբ որ խոսում են, իրանք խոսում են ոչ թե իրենց գործառույթներից, այլ խոսում են քաղաքականությունից։ Ակնհայտ է, որ ընտրվել է մի հնարավորություն զրույցի, հանրային դիսկուրսի, որը առաջին հայացքից թվում է թե անիմաստ է նույնիսկ քննարկել է, բայց մենք ունենք մի թաքնված ձեռք եւ ունենք այստեղ մի թաքնված հերոս։ Հիմա որքան եւ որ զարմանալի չլինի, այդ հերոսը Հարևան Սուլթանատի ղեկավարն է, Իլխամ Ալիևը։ Փաստացի ստացվում է, որ այդ Հայաստանի նկատմամբ հավակնություններ նսող անձնավորությունը միևնույն ժամանակ նաեւ բարի է եւ հնարավորություն է տալիս ճանապարհներ ինչ որ բացել։ Եթե նրա փոխարեն լիներ մեկը, որը իսկապես կոնցեպտուալ քաղաքականությունները վարելու խաղաղությանը միտված, ասենք, միգուցե դա դրական է, բայց կոնկրետ այս մարդու պարագայում 2-3 օր առաջ ասում էր, որ Սևանը դա գյոբչա է, այդտեղ Սևան չկա։ ԵՏՄ միասնական շուկայում բեռը որ գալիս է, սահմանային հսկողություն չի անցնում։ Դու ասես, եթե գալիս է մեր համար նոր ճանապարհով, այդ ճանապարհը մեր համար հիմք է հանդիսանալու սահմանային հսկողություն անելու։ Ինչ ուզում ալնի Ռուսաստանից լինի, Ղազախստանից լինի, սրանից հետո սահմանում հսկելու ենք նոր թողենք, եթե Ադրբեջանով է գալիս։ Ով կքննարկել, բայց ձեռ չի տալիս ասելը։ Գիտեք, խի, որովհետև ձեռը տալի ասի, այ բոլոր նրանք, ովքեր այսօր ղազախական ծորենը քննարկեցին, ասում են, որովհետև մենք Ռուսաստանից չենք ուզում բերել։ Ով ասեց, Ռուսաստանն էլ պտի ստուգեք, Ղազախստանն էլ պտի ստուգեք, դուք ասեք, տեսնեմ ստուգում եք։ Չեք ստուգում։ Իհարկե, որը որ Ադրբեջանով է, գալիս պտի ստուգեք, իհարկե պտի ստուգեք։ Մեկ տարվա ընթացքում Հայաստանում հացը թանկացել է 3.5%-ով, ալյուրը 6%-ով։ Արդյոք Ադրբեջանից դեպի Հայաստան հայկական բեռների փոխադրման սահմանափակումների վերացման արդյունքում Հայաստանում հացի կամ այլ մթերքի գինը նվազելու է։ Չէ՞ որ իշխանությունները հայտարարում են, թե դիվերսիֆիկացնում են մատակարարման շուկան։ Հավատացնում եմ, որ ոչ մի դրամ չի փոխվելու հացի գինը։ Մանրացա խանութներում հացի գինը ոնց որ կար, նույնպես էլ մնալու է։ Այս ամբողջ ճանապարհը մենք պիտի քննարկենք, ընդհանրենք հաղորդակցություն կառուցելու ժամանակ, ընդհանրենք քանի կիլոմետր այստեղ խնայվել։ Խնդիրը այստեղ կարծես թե այդ խնայման տարածքների հետ կապված խնդիր չկա եւ որպես կանոն այդ ինքնարժեք հետ կապված մտահոգությունը կրում է հիմնականում արտահանողը, ղազախական կողմի տնտեսվարողը։ Մենք կարող ենք այդ ծորենը ձեռք բերեինք, կարող ենք ձեռք չբերեինք, դա մեր լոգիստիկայի հետ կապված ծախսերը ոչ բարձրացնելու էր, ոչ էլ աճեցնելու էր, լոգիստիկան կարճանում է, ճանապարհները կարճանում։ Լոգիստիկան այստեղ չի կարճանում, երբ որ մենք համատում ենք սեզոնային հնարավորությունները, չէ, այդ լոգիստիկայի հետ կապված առանցին մի որոշ կիլոմետրերի քանակը ոչինչ չի փոխելու։ Այ հենց այս հարցից սկսեց խոսել էկոնոմիկայի նախարարը, դա մեր ստնջուկը հավաքվեց։ Ինչ հաց։ Մենք հենց հացի համար ալուր բերել ենք, դա մենք պայմանագրով հացի համար նախատեսած սորենի պայմանագիր ունենք Ղազախստանի հետ։ Այդ ումն է, պետության պայմանագիրն է, մասնավորի պայմանագիրն է, ում պայմանագիրն է, հələ մատ բերեք տեսնենք էլ։ Միջպետական, որ իրանք պատրաստ են մեր պետությանը, տան հասկացանք։ Բայց որտից ինչ ենք բերելու։ Այլ մթերքներ չի լինելու, որովհետև հիմնականում այդ ճանապարհը, որ նրանք փորձում են այսպես օգտագործման մեջ տնել, դա հացահատիկի, այսպես ճանապարհ է։ Ղազախստանը ձետ չունի, ձետ չի արտադրում։ Մոռացեք դա։ Պարենային այն Զամբյուղի մնացած ապրանքներից Ղազախստանն ուրիշ չունի։ Մանավանդ Ակտաուի շրջանը դեպի գալիս հիմնական այդ հացահատիկային հոսքերը, չէ։ Ակտաում ղազախական մնացած գյուղատնտեսական
բաղադրիչներից բավականին հեռու է։ Կարող են հենց անենք մյուս տարի Հայաստանը ոչ մեկ չուզենա ծորեն աճացնի։ Մնանք հույսներս դնենք մենակ ուրեմն ադրբեջանական ճանապարհով կամ այլ ճանապարհով Հայաստան ներմուծված ծորենի վրա, որովհետև ենթադրենք պիտարել դրսում բերքի ավելցուկ կա, իրանց մոտ է շուկայում գինն ընցանգ է, որ մեր երկրում արդեն ալուր աղացողները չեն ուզում տեղական առնեն։ Ինչ են կանելու։ Դա մեծ համակարգային խնդիր է, երբ որ շատ կարևոր պարենային անվտանգության բաղադրիչը բերում ես կենացի մակարդակի հասցնում ես վերջում էլ մի օր ասում ես առաջի հացուտողը ես եմ հաջորդ օրն ասում ես սրա հետ չէ նրա հետ էի վերջում էլ ասում ես մոռացեք ստե ոչ մի ծնդի աշկա սա բան խաղաղության դեմ ուղված բան է այս խելքով պետությունը կառավարել Երկաթուղին միշտ համարվում է ավելի էժան, բայց երբ որ դրանով տարվում են տասնյակ հազարավոր տոննաներ կոնկրետ 1000 տոննայի հետ կապված այս փոխանցումը, հեսա փոխանցում եմ դիտարկում, սա ոչինչ չի տալու։ Գները ինքներդ կհամոզվեք եւ քաղաքացիները կհամոզվեն, կարող են այսօր մտնել ընդհանրենք մանրածախ առևտրի խանութները, հացամթերքի, ֆիքսեն գինը, ես հավատացում եմ 10 օր հետո, 15 օր հետո, 20 օր հետո, 1 ամիս հետո ոչինչ չի փոխվել։ Ղազախստանը հայտարարում է, թե պատրաստ է Հայաստան մատակարարել ամսական 15-ից 20 հազար տոննա պարենային հացահատիկ։ Մինչ շատերն անհանգստանում են, թե Հայաստան փոխադրվելուց առաջ Բաքվում ղազախական ցորենին ինչ տոքսիկ նյութեր կարող է խառնել մեր հարևանը, պարզվում է այլ խնդիր էլ կա։ Աշտանային անձրևների հետևանքով այս տարի ղազախական ցորենի պաշարի շուրջ 40%-ը ցածրակարգ է։ Ղազախստանում մենք գիտենք այս տարի ցորենի հետ կապված ինչ խնդիր կա իրանց ապրանքի մի մասը անգամ 5-րդ կարգի ցորեն չի դասվել, այսինքն իրանք ունեն նաև շատ ցածրորակ ապրանք, որը որպես անասնակեր անգամ միշտ չի որ պիտանի է, հա, չի ինգեր։ Անասնակերը արդեն 5-րդ կարգից։ 5-րդ կարգի ցորենը, որ երաշխավորված անասնակեր է։ 4-րդ կարգինը կախված խտությունից, կախված աղտոտվածության մակարդակից կամ անասնակերը կամ վերամշակման ենթակա է։ Բայց այս պահին մենք Ղազախստանի տնտեսությունը չենք քննարկելու, մենք քննարկելու ենք ինչ Ղազախստանում այսօր լավ ծորեն կա։ Արժի լավ ծորենը բերենք, արժի։ Արժի մենակ իրանց վստահելով այդ անունը դնելով որ լավնա բերենք, չարժի։ Ընդ որում չարժի վստահել ոչ մեկին, ղազախական կլինի, կանադական կլինի, բելգիական կլինի, թե ռուսական կլինի։ Ստուգ ենք, համոզվենք, լավնա թողենք, լավը չի չթողենք, ինչ խնդիր կա։ Քաղաքական օրակարգ, արդյոք արժի, որ ընդեղով գա եւ այլն, այդ քաղաքագետները թող մեկ տվան, իմ ազնական կարծիքը մասնագիտական տիրույթուն չի։ Մասնագիտական տիրույթում ասում հետեւյալը։ Քաղաքական խաղաղություն ասվածը գոյություն չունի, ինչը որովհետև խաղաղությունը երկու հոգու որոշելու բան չի, խաղաղությունը հասարակությունների որոշելու բանն է։ Ոչ հայ հասարակությունն է իրանց հետ խաղաղ, ոչ էլ իրանք են մեր հետ խաղաղ։ Որպես քաղաքացի իմ դիրքորոշումը սա է, հետևաբար Ադրբեջանից եկած ապրանքը, Ադրբեջանով եկող ապրանքը շատ ավելի խոր ուսումնասիրության պետք է ենթարկվի, քան այլ երկրից եկող ապրանք։ Արդեն երկար տարիներ է, ինչ հայկական խանութներում տեղական արտադրության ցորենով պատրաստված հացամթերք գտնելը դժվար է։ Հայաստանը դեռ 2 տարի առաջ, մինչև Արցախի հայաթափումը 50,000 տոննա հացահատիկ էր ստանում Լեռնային Ղարաբաղից, մինչև Ադրբեջանը փակեց կյանքի ճանապարհը ու հայաթափեց Արցախը։ Իսկ ինչ տեղի կունենա, եթե մի օր էլ Ադրբեջանը որոշի փակել Հայաստանի բեռների ճանապարհը։ Ես ձեզ անկեղծ ասեմ, կարող են 10 օրում բացել ճանապարհը։ 11-րդ օրը ոչ ոք ապահովագրված չէ, որ ճանապարհը չի փակվելու։ Ես ձեզ նույնիսկ կարող եմ ասել, պատճառներից մեկին չպետք է լինի։ Ենթադրենք մոգոնելու մի հատ նոր հիմարություն, ենթադրենք պիտի ասեն Երևանի ենթադրենք Ղազիաթը վերականգնել։ Ենթադրենք իսլամական մի հատ ուլեմ, այս շաքար, ուլու շաքարը, ես ինչա։ Ենթադրենք դա մեկին պիտի նշանակի, ենթադրենք ասի Երևանի Ղազիաթը վերականգնվում են, հոգևոր կենտրոնը վերականգնվելու է չեղած բանը։ Ու ընդհանրապես ինչ որ մեկին էլ տալու են, ասում այս մարդը գալու է այստեղ վերականգ։ Բնականաբար մենք ասենք ոնց եկել է, գնացել հետդար գնա, չէ։ Այդ ծիծաղելի նույնիսկ պատճառաբանությունով փակելու են։ Այո, որ հանրային տրանսպորտի խնդիրը դառնում է քաղաքական թեմա։ Ցորենի խնդիրը դառնում է քաղաքական թեմա։ Ամենասովորական թթվասերի կամ հացի անվտանգության հարցը դառնում է քաղաքական թեմա, անվտանգությունը մղվում է քաղաքական օրակարգից, իրական սոցիալական օրակարգից դուրս։ Եվ մեր այս թնջուկն էլ մեր հասարակությունը որ հասկանա թե ինչի էր, որովհետև առօրյա, անապազօրյա հացի անվտանգության խնդիրը սարքել են քաղաքական օրակարգ, անվտանգությունը մղելով երկրորդ պլան։ Մեր հանրային դիսկուրսը ոչ թե իրավունքի,
ոչ թե սննդամթերքի անվտանգության, ոչ թե պարենային անվտանգության հիմնախնդիրների շուրջ է։ Մեր հանրային դիսկուրսը քաղաքական օրական սպասարկելու շուրջ է, եւ ի վերջո օրվա վերջում էկոնոմիկայի նախարարը ոչ թե քննարկում է այն ամբողջ թնջուկի մեղավորներին դեմս իրեն եւ իր մեղավորությունը հասարակությունից ներողություն ախնդրում իր ասածների, իր տեղակալի ասածների համար, այլ ասում է սա այդ խաղաղության դեմ ուղված Հայաստանը պետք է նման բարի հոգաբար թշնամիների կողմից տված ծառայություններով այսպես չթուլանա։ Մենք պետք է համբերատար կերպով աշխատենք մեր հարևանների հետ, հիմնական հյուսիսային հարևանի հետ, Վրաստանի հետ եւ հարավային հարևանի հետ, Իրանի հետ պետք է աշխատենք եւ ամենակարևոր հարցերից մեկը, որ այս թեմատիկային առնչվում է, դա աբխազական երկաթուղու բացումն է։ Այո, կլինի աբխազական երկաթուղի, այդ ժամանակ իրական հացի գինը մանրածախ առևտրի վաճառասրահներում իրապես կիչնի, որովհետև այդ ճանապարհով եւ արագությունն է բավականին բարձր, ենթակառուցվածքները հնարավորություն տալիս ավելի շատ գնացքներ տեղափոխել, ավելի շատ վագոններ տեղափոխել եւ Հայաստանը պետք է այս իմաստով ճկուն գտնվի, Հայաստանի ղեկավարությունը ճկուն գտնվի, մանավանդ Աբխազիայում կան հայկական նշանակալի մասնակցություն նույնիսկ կառավարության մեջ եւ ազգային ժողովի կազմում, եւ մենք պետք է վրացական կողմի հետ, աբխազական կողմի հետ, ռուսական կողմի հետ միասին այս ճանապարհի հարցը լուծենք։ Հայաստանն իրականում դիվերսիֆիկացնում է մատակարարման շուկան, թե փորձում է Ռուսաստանի հետ խզել տնտեսական կապերը։ Այս մտավախությունը շատերն ունեն։ Հատկապես նրանք, ովքեր չեն մոռացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի անցյալ տարի ասված խոսքերը։ Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել։ Մենք պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ապրանքները։ Մենք պետք է ցորենից անցնենք բրնձի։ Իդեպ Հայաստանը շուրջ 16.40%-ով բրինձ է ներկրում նաև Պակիստանից, որի հետ արդեն դիվանագիտական հարաբերություններ ունի։